Հարցը ծրագիրն է եթերում։ Օրվա թիվ 1 թեման անշուշտ եւ անտարակույս ֆուտբոլն է։ Հայաստանի ազգային հավաքականի փայլուն խաղը եւ փայլուն հաղթանակը, ավելի ճիշտ փայլուն խաղերը եւ փայլուն հաղթանակները Եվրո 2012-ի ընտրական փուլում։ Ճիշտն ասած, ես պատահաբար անդրադարձա, որ սրանից 3 տարի առաջ նույն օրը սեպտեմբեր 6-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մի հանդիպում անցկացրեց այստեղ Երևանում Թուրքիայի հավաքականի հետ, ոչ թերևս կարելի ասել պատմական դարձավ այդ օրը նաև ֆուտբոլային դիվանագիտության մեկնարկով, բայց սրանից 3 տարի առաջվա եւ ֆուտբոլը եւ ֆուտբոլային դիվանագիտությունը թողնենք անցյալին եւ այսօր պիտի խոսենք Հայաստանի ազգային հավաքականի վերջին փառահեղ հաղթանակների մասին։ Երկրի հարցը ծրագրում ես այսօր զրուցելու եմ առաջին հայկական ճակատ շարժման, իսկ այս շարժումը այն երկրպագուներն են, որ ուղեկցել են Հայաստանի հավաքականին եւ ուղեկցում են Հայաստանի հավաքականին արտագնախաղերում, առաջին հայկական ճակատ շարժման ղեկավար խորհրդի անդամներ Գրիգոր Բարսեղյանի, Սերգեյ Ջանջոյանի եւ Էդգար Պետրոսյանի հետ։ Բարի երեկո։ Այսօր առավոտյան եք վերադարձել, հասկանալի այդ ճանապարհ, լարվածություն եւ այլն։ Երկու խաղ, երկու հաղթանակ, 7 խփված գնդակ, եղել էր նման բան երբևէ Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ։ Նման բան չէր եղել երբևէ, առաջին անգամն էր, այն էլ արտագնախաղերում 7 գնդակ խփվել էր անցած տարի նույն հավաքականներից սեփական հարկի տակ։ Մրցակցի հարկի տակ երբևիցե նման հանդիպումներ չեն եղել, իհարկե Անդորրային մենք եւս հաղթել ենք ժամանակին, բայց Սլովակիայի նման հավաքականին, որը համարվում է Եվրոպայում միջինից բարձր հավաքական, որը նախորդ տարի Հարավաֆրիկյան Հանրապետությունում աշխարհի առաջում տեղ ունեցած դուրս եկավ 1/8 եզրափակիչ, այսինքն կարգով շատ բարձր հավաքական էր եւ պատվիրացրեք նման հավաքականին հաղթել 4-0 նրա իսկ հարկի տակ, դա պարզապես ֆանտաստիկա էր, մենք չենք սպասում ենք, որ պետք է ֆանտաստիկայի ականատես եղավ։ Իհարկե, որտեվ ոչ Եվրոպան այսօր խոսում այդ հաղթանակի մասին, որ դա պարզապես Հայաստանի հավաքականը ցույց տվեց այնպիսի մակարդակի ֆուտբոլ, որ ցուցադրում են թոփ հավաքականները, որոնք մենք բոլորս լավ գիտենք, Իսպանիա, Բրազիլիա, Ֆրանսիա, մի խոսքով նման կարգի ֆուտբոլ ցույց տվեց։ Այսինքն, եթե ասում ենք ֆանտաստիկա էր այս հաղթանակը, չունեինք նման հույս։ Հույսեր կար իհարկե, քանի որ Երևանում նույն հավաքականին մենք 3-1 հաշվով հաղթել ենք, իսկան արդեն տղաների մեջ էլ մարզիչն ինքն էլ մենք էլ հավատում ենք, որ կարող ենք այդ հավաքականին հաղթել նաև իր հարկի տակ, բայց չենք սպասում, որ կհաղթենք այսքան խոշոր հաշվով։ Երևի հենց խոշոր հաշիվը այս հզոր առավելություններ, որ կարելի է անվանել ֆանտաստիկայի ոլորտից, իսկ հաղթանակը սպասում ենք եւ հավատում ենք, որ կարող ենք հաղթել։ Իսկ ինչ գործոններ կային, որ դրական կամ բացասական ազդեցություն պիտի ունենային, դրականը օգներ, բացասականը խանգարեր եւ հարկադրված էին թիմը հարկադրված էր հաղթահարել այդ գործոնները։ Նու ես դրական բացասականի ասելով նկատի ունեմ նախորդ հանդիպումը Անդորրայի հետ հաղթանակը, սա ինչ լիցք կարող էր տալ։ Իսկ բացասական, ասենք, հաղթանակ ամեն գնով ընդ որում մրցակցի դաշտում ձեր ասացի նման հավաքականի հետ երկրպագուներ, սեփական դաշտ, սեփական պատերի օգնություն եւ այլն եւ այլն։ Տղաների վրա մենք երկրպագուներս նախապատրաստական այդ օրերի շրջանում, ասենք Անդորրային հավատում ենք ու գիտենք, որ պետք է հաղթեն, իրենք էլ գիտեն, ասենք խաղի ժամանակ նկատելի էր մեր առավելությունը, իսկ Սլովակիայի հանդիպումից առաջ աշխատում էինք շատ ավելի հոգեբանորեն չկաշկանդել մեր տղաների, ուղղակի ամեն կերպ իրենց ամեն հարցում եւ հոգեպես եւ ասենք ամեն ինչ որ մեզնից կախված էր, իրենց աջակցում էինք, իրենց հետ մտերմիկ զրուցում էինք եւ ոչ թե պարտադրում էինք ու ասում էինք, որ պետք է հաղթեք, պարտադիր հաղթելու եք եւ այլն։ Զրույցների ժամանակ ավելի շատ արծացվում էր, որ եւ իրենք էլ մեզ հետ համաձայնվում էին, որ մենք իրոք ունենք այդ հզորությունը, ունենք այդ ներուժը հաղթելու Սլովակիայի հավաքականին։ Իսկ դա ինչ կստացվի, դա արդեն ցույց կտար խաղի ընթացքը։
Իսկ խաղի ընթացքը ցույց տվեց, որ ոչ միայն կարող ենք հաղթել, այլ կարող ենք նաև ջախջախի հաղթանակ տանել։ Ճիշտ ասած, հույսը երևի մեր երկրպագուներից համար լրիվ երկրորդական էր։ Մենք հավատում ենք տղաներին եւ առաքելություն ունենք գնալ մինչև վերջ մեր աջակցությունը ցուցաբերելու երկրպագուներին համախմբելու, ճիշտ ասած, երկու գործ մենք անելու։ Առաջին հերթին դա բոլոր եվրոպական պետություններում բնակվող մեր հայրենակիցներին համախմբելն էր, տեղեկացնելը խաղի մասին, որ պետք է կարևոր խաղերում աջակցել մեր թիմին, երկրորդը կարողանալ մարզադաշտում հզոր աջակցություն կազմակերպելը արտագնա խաղերում։ Եվ ի ուրախություն մեզ մենք այդտեղ նույնպես ունեցանք հաղթանակ, կարողացանք մեր սփյուռք հայերի եվրոպական պետություններում գտնվող մեր հայրենակիցների հետ ուժեղ հզոր աջակցություն ապահովել, նույնիսկ ակցիաներ կատարել, մենք այստեղից պատրաստված ենք գնացել եռագույններով, դրոշներով մեծ քանակությամբ, կարողացանք Անդորրայի եւ Սլովակիայի մարզադաշտներում հզոր աջակցություն ապահովել մեր թիմին եւ ունեցանք ֆանտաստիկ արդյունք։ Ֆանտաստիկ, իսկապես արդյունք։ Ըստ էության հավաքականները իրենց ուժերը չափում էին խաղադաշտում, իսկ երկրպագուները արդեն տրիբունաներում, այնինչ կատարվում էր դաշտում, մենք ավելի շատ լավ տեսանք, զգացինք, ուրախացանք։ Տրիբունաներում ինչ էր կատարվում, ինչ ընթացք ունեցավ, այսինքն առավելությունը ում կողմն էր, հետո ոնց անցավ, ինչ ընթացք ունեցավ։ Սա էլ կարծես թե մի մրցակցություն է, չէ՞, երկրպագուների։ Ուրեմն ասում ձեզ Անդորրայում, սկսենք Անդորրայից, քանի որ առաջին են եղել, Անդորրայի մարզադաշտը մոտ 700 տեղանոց էր, այսինքն 700 մարզասեր կարող էր լինել։ Եթե ինձ թվում է բոլորը նայել են այդ հանդիպումը, մարզադաշտի ուղիղ կեսը հայ երկրպագուներն էին, նույնիսկ որոշ երկրպագուներ կանգնած ոտքի վրա են դիտում հանդիպումը։ Անդորրայի երկրպագուները ճիշտ ասած տպավորություն չթողեցին, այնտեղ կարծես երկրպագու էլ չկար, ուղղակի եկել են ժամանակ անցկացնելու։ Մի տեսակ անտարբեր էին իրենց հավաքականի հանդեպ, մի կողմից հասկանալի է, որտեղ շատ թույլ հավաքական է։ Իսկ Սլովակիայում մենք երկրպագուներս կարելի ասել ճակատամարտի ենք պատրաստվել, որտեղ մենք գիտենք Սլովակիայում ինչպես են ֆուտբոլ երկրպագում, հենց կոնկրետ Ժիլինա քաղաքում համանուն ակումբի երկրպագուների մասին շատ ենք կարդացել, լսել, բայց ճիշտ ասած, երբ որ հասանք Ժիլինա, ինֆորմացիա եղավ, որ Ժիլինա ակումբի երկրպագուները չեն այցելելու, դա մի կողմից լավ էր, քանի որ ինչով պայմանավորվում։ Դե ասում են իրենց հավաքականին այդքան նշանակություն չեն տալիս, իրենց համար կարևոր ակումբն է, դա մեզ համար անհասկանալի էր, որտեղ մեզ մոտ առաջին տեղն է հավաքականն է, մարդիկ տենց են մտածում, Աստված իրենց հետ, այս մարզադաշտը մոտ 70%-ով լեցուն էր, կային մոտ 7000 երկրպագուներ, խաղը սկսվելուն պես շատ ակտիվ աջակցում էին, բայց առաջի գնդակից հետո, այսինքն ինչպես խաղադաշտում էր, հա, առաջի 15-20 րոպեի մենք փորձում ենք հետ չմնալ իրանից, ուղղակի քանակական առումով իրանք 7000 են, մենք 100-ն ենք, չենք կարող մրցակցել ձայնի առումով իրանց հետ, բայց առաջի գնդակից հետո իրանք սկսեցին շուտ թևաթափ եղան, իսկ երկրորդ առաջինը մի փոքր հանդարտացրեց իրանց, բայց երկրորդից հետո իրանք ամբողջությամբ իրանց ձայները կտրեցին, հեռուստատեսությամբ իհարկե ասում են այդպես չի լսվում, բայց մարզադաշտում մենք զգում ենք, որ միայն մեր ձայներն են լսվում, նույնիսկ ֆուտբոլիստները խաղից հետո մեզ ասացին, որ երկրորդ գնդակից հետո մենակ մեր ձայներն են լսվում, այսինքն կարելի ասել երկրպագուները նույնպես հաղթեցին այդ առումով, ջախջախեցին, որովհետև մենք երկար ենք սպասել, որ դրսում խաղալուց մեր հավաքականը իրոք զգա այդ աջակցությունը, որ երկրպագուները իրենց կողքին են եւ կարծես թե դա ստացվեց։ Սլովակիայի մարզադաշտից թվում է տեխնիկապես այնպես էին կազմակերպել, որպեսզի հենց իրենց երկրպագուների ձայները ավելի լսելի լինեն ամբողջ աշխարհին։ Միկրոֆոնը միայն հետևի տրիբունայում էր, որտեղ իրենց մեզ հատկացրել էին երկրպագուների համար առանձնացված առանձին սեկտոր, որը փակված էր ամբողջությամբ ցանցապատված էր եւ այնտեղ այդ միկրոֆոններն են տեղադրված չէին, որպեսզի կարելի լիներ հեռուստատեսությամբ մեր ձայները լսել, բայց մենք ամեն կերպ
ուզում ենք որպեսզի լսելի լինեին մեր Ինչպես են ձայնը։ բղավել, որ նույնիսկ այդ հեռու դրված անընդհատ, չէ։ Մենք հատուկ մարտավարությամբ ենք պատրաստվել այս երկու հանդիպումներին, հատկապես Սլովակիայի։ Այսինքն շատ լուրջ զենք ենք ձեռք բերել, մինչ այդ էլ ունեինք, բայց այս անգամ ավելի զենք ճակերտավոր ասած թմբուկի մասին է խոսքը գնում, որը երկրպագման համար շատ հզոր զենք է հանդիսանում։ Եվ երբ որ մեր թմբուկը սկսում էր իր գործը անել, ամբողջ տրիբունաները լռում էին եւ լսվում էր մեր ձայնը։ Իրանց մարզադաշտում թմբուկ չնկատեցինք մենք։ Նաև քանի որ բազմաթիվ սփյուռքահայեր էին ներկա լինելու այդ հանդիպումներին, մենք մեր երկացանքի մեջ էլ որոշակի փոփոխություն ենք կատարել, բացի ավանդական երկրպագուներին հայել երգերին, մեր երկացանքի մեջ ընդգրկել ենք նաև ազգասիրական, հայրենասիրական երգեր, պատերազմ ենք գնում, Գինին լից, Լեբլեբիջիների երգը, որը մեծ ցնծությամբ ընդունվեց մեր հայրենակիցների կողմից եւ իրենք էլ միացան մեզ մեր երգերով, նաև մեր ավանդական երկրպագու